Անիսյան, բնականաբար այդ երաշխավորված խաղաղության կոնցեպտը ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է եւ այո դա իշխանությանը հունից անեց գոնե այն Աշճանի, որ ինքը սկսեց խոսել ընդդիմությանը պիտակավորել պատերազմի կուսակցություն բառով եւ այլն երեք քաղաքական ուժերի անշում, բայց ըստ էության ամբողջ ընդդիմության մասին է խոսում ինչու դա իրեն հանեց ունի շատ պարզ այն ապրանքներից մեկն է խաղաղությունը որ ինքը վաճառում է ժողովրդի վրա եւ փորձում է այդ ձևով լեգիտիմացնել իր վերարտադրության ցանկությունը բնականաբար այդ ապրանքը երբ որ կասկածի տակ են դնում կամ առաջարկում են մի հատ բան որ հասարակության համոզում է որ Նիկոլ Փաշինյանը ասած խաղաղությունը մեր կա ինքը դրանից ունից դուրս է գալի եւ փորձում է անցնել հասարակության ուղղակիորեն ահաբեկելու մարտավարությունը դա ես տասնյակ տարիներ հիշում եմ օրինակ հակառակորդ կամ համաշխարհային պատմությունում էլ է այդպես տշնամական երկրի ղեկավարն է քո հասարակությանը վախեցնում որպեսզի ստիպի գնալ զիջումների մեր մոտ լրիվ հակառակ տրամաբանությունն է մեր երկրի ղեկավարը վախեցնում է սեփական ժողովրդին շատ պարզ որովհետեւ ես երեք մի հատ բանավեճի եմ մասնակցել ճիշտ ասած նույն թեմաներ հենց երաշխավորված խաղաղությունը ասում ես իրանք ունից դուրս են գալի սկսում են պիտակավորել պատերազմի կուսակցություն եւ այլն, որովհետեւ հատկապես իրենք շատ վատ են զգում, որ ասում ես իմ զրոյական կետից չեմ սկսում։ Իրանց էպիկրիզն է տալի, հասկանում ես, այդ հայլու մեջ իրանա տեսնում։ Ինքը այդ պատերազմի կուսակցության սահմանումը որ տվել է Նիկոլ Փաշինյանը, ուղիղ տվել է 2018-20 թվականների Նիկոլ Փաշինյանի էպիկրիզը։ Ինքը իր մասին ավելի լավ հնարավոր չի նկարագրել զրոյական կետից բանակցությունները սկսել երկրի միջազգային պարտավորությունները խախտել եւ այլն եւ նաեւ դպարզ է հասարակության ահաբեկմանն ուղղված բայց այդտեղ մի շատ վտանգավոր էլեմենտ էլ կա սա արդեն ազգային անվտանգության սպառնալիք է որովհետեւ եթե ասում ես ոչ թե խաղաղության խնդիրը Ալիևն է այլ մեր ընդդիմությունը դու արտաքին բոլոր դերակատարներին առավել եւս Ադրբեջանին հնարավորություն է տալի դեր քաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխություն դիտարկի որպես ռևանշիզմի հաղթանակ դրանից բխող գործողություններով ուղիղ դուր ես բացում սա իդեպ ընտրաշավը ընտրություններ է որտեղ արտաքին մասնակցությունը շատ մեծ դեր ունի երբեք Հայաստանի քաղաքական համակարգը այսքան խոցելի չի եղել երբեք դրսի հանդեպ մենք այսքան անպաշտպան չենք եղել, որովհետև հիմա Ալիևի ցանկացած հայտարարություն կարող է ուղղակի ազդեցություն ունենալ ներքաղաքական ստատուս քվոյի վրա մեջ։ Հիմա ազդեցության ձևերը չքննարկենք։ Իսկապես սրանք ջրբաժանային ընտրություններ են, այլանդակություն, թե բարոյականություն ու բանականություն, խրամատներ, թե հանրային համերաշխություն, հասարակությանը ստորացված պայմանական ասենք գազի կարգավիճակում դնել ճիշտ այնպեսին, ինչպես ասենք Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ հարաբերություններում, թե ակտիվ հասարակություն։ Սրանք հենց պատահական խաչմերուկներ չեն, որովհետև հունիսի 7-ից հետո իհարկե կյանքը շարունակվելու է, բայց շատ կարևոր է հունիսի 7-ը այն իմաստով Տիկին Սեյրանյանի հետ համաձայն եմ, դա process-ի սկիզբ կարող է լինի, ոչ թե process-ի հանրագումար, որտեղ հունիսի 7-ը ինքը նայած ինչ սցենարով կգնա զարգացումները գլխավոր ինտրիգը ընտրությունների ապատիկ հասարակություն թե ակտիվ հասարակություն հարցն այսինքն ինչքան մարդ կգնա ընտրությունների սա այս ընտրական գործընթացի ամենագլխավոր խնդիրն է առայժմ Տիկին Սեյրանյանի հետ համաձայն եմ որ իշխանությանը առայժմ հաջողվել է այդ ապատիկ հասարակության մոդելը պահել որտեղ եթե համակիրներ չունես ինչ պիտի անես Դե այլանդակություններով հասարակությանը բարոյազրկես, դիմադրության պոտենցիալը կոտրես, իրանք գցես ապաթիայի անուսության մեջ, որպեսզի ասենք ցածր մասնակցության պարագայում քո վարչական ռեսուրսով բանով կարողանաս բան անես, չէ, ասենք վերարտադրության հիմք ստեղծես։ Պարոն Հովհաննիսյանի դիտարկումը, որ այս իշխանությունը սպառված է եւ ծրագիր չի առաջարկում, 100%։ Իրենք բարոյական, սոցիալական, քաղաքական Արբով ամբողջովին սպառված են։ Ավելի ստույգ պատկերավոր եթե ներկայացնենք արտաքին խաղացողների ձեռքին գրիչ է, որի միջոցով ինչ-որ բանի, ինչ-որ ցիկլ պետք է ամբողջացվի,
որից հետո իրանք նույնիսկ արտաքին խաղացողների համար են դառնալու անպիտան։ Մի քանի հնարավոր զարգացումների սցենարներ կան։ Իդեալականը այն է, որ ընդդիմությանը ի վերջո հաջողվի այն տունը մնացած ընտրողներին ակտիվացնել, 55-60% մասնակցություն ապահովել ընտրություններում եւ հասնել հենց հունիսի 7-ին իշխանափոխության։ Դա ամենաիդեալական սցենարը կլինի, որովհետև եթե ակտիվ հասարակությունը կա ընտրությունների, հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանին ոչինչ չի կարող փրկել։ Ակտիվ հասարակությունը միշտ էլ հետընտրական զարգացումների է նաև պատրաստ լինում եւ այդպիսի դիմադրության այս տիպի իշխանությունը անզոր է դիմադրել։ Կա երկրորդ սցենար, երբ որ իշխանությունը գնում է այս այլանդակությունների աշխարհագրությունը ծավալը ավելի մեծացնելու ճանապարհով, որ Տիկին Սեյրանյանն ասաց, որևէ բանից չեն խորշում, ամեն ինչ անում են վերարտադրության համար։ Արդյոք սա բերելու է Հայաստանի ստաբիլություն։ Միանշանակ պատասխանս ոչ, որովհետև հունիսի 7-ին ամեն գնով վերարտադրվելը նշանակում է տուրբուլենտության մակարդակի բարձրացում նաև ներհասարակական հարաբերություններում, էլ չասեմ արտաքին աշխարհի մասին։ Սա բերելու է մի հատ վիճակի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամբողջ երկիրը վերածելու է հրաբուխի։ Դրանից հետո երկրում ցանկացած ֆորս մաժորային զարգացում հնարավոր է։ Ես չեմ ուզում հիմա պատմական զուգահեռներ տանեմ, բայց Հայաստանում 90-ականների վերջին եղել են վիճահարույց ընտրություններ, որոնք խոշ մեծացրին իշխանության ճգնաժամը, ի վերջո բերեցին ֆորս մաժորային հանգուցալուծման։ Հիմա այս իշխանությունը, եթե պարոն Հովհաննիսյանի գնահատական արդեն ասեցի, լրիվ կիսում եմ, բարոյապես քաղաքականապես սպառված է, եթե այդ սպառված իշխանությունը գնում է վաբանկ եւ ամեն գնով վերարտադրվում է, ինքը դառնում է ական, թե երկրի ներսում դրված, թե մեր արտաքին հարաբերությունների հիմքում դրված։ Այդ դեպքում տարի-տարուկես է տևելու այդ իշխանության պոտենցիալը, բայց այդ տարուկեսը մեր հաշվին է լինելու է ներքին ցնցումներ, էլ քաղաքական խոսքին հասարակության ավելի արմատական խմբերը չեն հավատալու, ինչ-որ իրաց ձևով են որոշելու, ինչ-որ հարցեր լուծել, պարտադիր չի անպայման բռնություն են լինի, նկատի ունեմ տարերային ձևերով։ Իսկ դա այս տիպի երկրի համար, որը գտնվում է խոցելի ամտանգային միջավայրում, էլ չասեմ բաներ, շատ մեծ ռիսկեր է պարունակում։ Բայց մենք պետք է երկու սցենարին էլ պատրաստ լինենք, որովհետև այնուամենայնիվ դուք շատ բաներ խոսում եք, բայց ուրիշ պրոցեսներ էլ կա, օրինակ ընտրակաշառքի կամ սոցիալական ծառայություն մատուցելու։ Հենց այս տարի իրանք որոշեցին ինքնական շինությունների օրինականացման գործընթաց անել։ Այդ տասնյակ հազարավոր մարդկանց է դա վերաբերում, որոնք տարիներով այդ խնդիրը չեն կարողացել լուծել, թոշակ եւ այլն։ Պլյուս դրան Նիկոլ Փաշինյանը իսկապես ամեն ինչ մտածված է անում։ Երեկվա սատրանքի, բա այդքան հակաեկեղեցական կամպանիա անես, ու մտածես, որ հավատացյալները քեզ կարող ջերմություն են եկեղեցում, բնականաբար ինքը այդքան միամիտ չի։ Կամ արցախցի երիտասարդ կնոջը թիրախավորի։ Չէ, ինքը շատ լավ գիտի, որ իրենց քարոզության հետևանքով հասարակության մի հատ շերտի մոտ, այդ շերտը հիմա չեմ կարող չափելի ասեմ քանի տոկոսը, բայց շատ փոքր չի։ Հակաղարաբաղյան տրամադրություններ կան։ Ինքը այդ շերտին գեներացրեց, հետո մի հատ դատակ ներողություն խնդրեց, բայց միջև հիմա այդ շերտը աշխատում է։ Ու շատ ագրեսիվ ձևով։ Կամ երեք որ ինքը գնաց եկեղեցի, իսկապես ինքը լավ կանխատեսել էր, որ նոր բարիկադ առաջանալու, բոլոր այդ նոր բարիկադի մասին է խոսելու եւ բացի այդ իր սովորության համաձայն ինքը փորձում է ճշտել հասարակության դիմադրողականության կամ ընդդիմության դիմադրողականության պոտենցիալը ինչքան է։ Այսինքն այս այլանդակությունը արեցի ակտիվ փողոց ստանալու են, թե մի քիչ առաջ կարան գնամ։ Չէ, հիմա դե գիտեք, այնուամենայնիվ կաթիլը ինչ-որ ժամանակ է լսում։ Ես ինքը սպառված է։ Հիմա գլխավոր հարցը մենք այս ժողովրդին պետք է բացատրենք։ Իր հեռացման ճանապարհներին է վերաբերում։ Կա հարաբերականորեն արժանապատիվ հեռացման ճանապարհ, դա հունիսի 7-ն է։ Երբ որ ընտրությունները չի կերծվում, ինքը պարտվում է, այդտեղ կարան նույնիսկ երաշխիքների ինչ-որ համակարգ գործի։ Եվ կա մի հատ ճանապարհ, որ
Այս բարոյապես, քաղաքականապես, արժեքային առումով դեգրադացված եւ սպառված իշխանությունը ամեն գնով հունիսի 7-ին վերարտադրվում է։ Դա չի բերելու իշխանության կայունության։ Իրական փլուզում իշխանության հենց այդ վաղտ ենք տեսնելու։ Տեսնելու ենք շատ ուժեղ ֆորս մաժորային դրսևորումներ, ակտիվ փողոց, ցնցումներ, ներիշխանական բախումներ, հասարակության զուգակցված բռնություններով, որում արդեն երկկողմանի, որտեղ երեկվա իրադարձությունը մի հատ ուրիշ բանի մասին էր։ Հասարակության համբերության բաժակը ամենայն դեպս ինչ-որ շերտերի սկսել է լցվել։ Այդ երբ որ շատ դրսևորումներ դիմադրության մենք չենք տեսնում, պատճառը այն է, որ մարդիկ այնուամենայնիվ տեսականորեն մի հատ հունիսի 7-ի հետ հույս են կապում։ Եթե հունիսի 7-ը չի լինում, մի կողմից հասարակությունը արմատականալու է, այսինքն մենք քաղաքական խոսույթի, քաղաքական հարաբերությունների, քաղաքական վարկագծի ռադիկալիզացիա ենք տեսնելու մի կողմից, մյուս կողմից տեսնելու ենք արտագաղթի մեծացում։ Երկու բանի է բերելու։ Նորմալ, բանական, ռացիոնալ խոսքը վերանալու։ Նիկոլ Փաշինյանը այս պայից սկսած ինքը ընդհանրապես հեռացող իշխանության վարկագիծ ունի։ Կարա հեռանա հունիսի 7-ին, կարա հեռանա առաջիկա 1-1.5 տարվա ընթացքում, բայց այդ արագում երկիրը կարող է շատ ուժեղ ցնցումների ենթարկվի։ Հեռացող իշխանության վարկագիծը կարծում եմ պիտի նենց անենք, որ դա հեռացող պետության վարկագծի չվերածվի, էլի այդ կարևոր պահը։ Պարոն Սոնյանց, երկու հարց։ Այդ ինչպես է ապացիկ շերտերին ինչպես արթնացնել։ Մեկ է խոսում ենք, պրոբլեմը ֆիքսում ենք, նախ ես ունեք սոցիոլոգիա ինչ դվերի մասին է խոսքը, որտեղ իմ տարբեր տեղեկություններով այնուհանդերձ այդ ապացիկ մասսան քչանում է եւ գնալով հույս կա, որ մինչեւ հունիսի 7-ը ակտիվացումը կլինի։ Ինչպես այդ ապացիկ հասարակությանը արթնացնել, սարքել շահախնդիր հասարակություն եւ երկրորդ, այնուհանդերձ, եւ ինքը այլանդակ թեզեր է դնում առաջ, քաշում, հրապարակայնացնում։ Ըստ ձեզ իմաստ ունի պատասխանել, խոսքը ընտրությունների մասնակցող քաղաքական ուժերի կողմից եմ հարցնում, իմաստ ունի հաթաթ, սառը, հանգիստ պատասխանը, որ դու սխալ ես ասում, սա սխալ ես ասում, նույն այդ խաղաղություն պատերազմի, հիմա ամեն օր ինքը մեղադրում է բոլոր մնացած ուժերին պատերազմ բերելով, ամեն օր նույն համբերությամբ, ըստ ձեզ կարիք կա արձագանքելու, թե պետք է այլ ոճի մեջ դարվի։ Շնորհակալություն, առաջի արդեն հապատիկ հասարակության հետ քաշման վերաբերյալ, այո, տես բան կա, սոցիոլոգիական հարցումներին, եթե անաչառ նայեք, տեսնում ենք, որ այդ ապացիկ հատվածը փոքրանում է, այստեղ ամբողջ խնդիրներն է այդ փոքրացումը կբերի որակական փոփոխության, այսինքն կհասցնենք մինչև հունիսի 7-ը դա անել, թե չէ։ Ինչ պետք է արվի։ Ժողովրդին հետաքրքրում է հետևյալը, իսկապես բոլորը ամեն ինչ գիտեն։ Այնպես չի, որ պետք է դուրս գանք նորից բացատրենք, այսինքն իրավիճակային գնահատական ունեն։ Ընդդիմությանը կամ ընդդիմադիր տարբեր բևեռներին պետք է հետևյալ բան։ Սոլիդ առաջնորդություն, հստակ այլընտրանքային ծրագիր, որտեղ մարդը իրեն տեսնի։ Շատ կարևոր է այդ փոփոխությունը պիտի մարդու մասին լինի։ Եվ ճանապարհային քարտեզ, որը կարող է զուգակցել ընտրություններն ու փողոցը, միքսը։ Այս այդ երեք արդյունավետ բաները ես պարտադիր տեսնում եմ, որ պիտի արվի եւ կուսակցությունները այս առումով խնդիր ունեն։ Եվ Տիկին Սեյրանյանի մի հատ շատ կարևոր ասած ասել, այդ ամեն ինչը պիտի բնական լինի։ Հիմա ես էլ անուններ չեմ տա, բայց երբ որ ասենք Սուրեն Սուրենյանցին վրա բերեմ, որպեսզի ոչ մեկի չվիրաբերվում։ Հրամցվում է տեքստ, որի մանունից պիտի հասնի հասարակությանը, բայց այդ տեքստում հասարակությունը ինչ չի ճանաչում։ Իմ եղած պոտենցիալներս կարող կորցնել, որովհետև հասարակությունը ուզում է բնականություն։ Այդ Նիկոլ Փաշինյանի կենցաղավարության մակարդակի չպիտի իշտի իհարկե։ Այն ինչ Նիկոլ Փաշինյանն անում, իրականում ինքը փչացնում է, բայց պիտի բնական լինի։ Պիտի հասարակությունը այդ առաջնորդի բնականությունը զգա։ Տեսեք, ես կարամ երկու հատ օրինակ բերեմ։ Հիմա կարող ենք Դալիճային ակադեմիական խոսել, սա
հասարակության ինչ-որ կրթված շերտերի վրա ազդի, ճիշտ է, էլի շատ կարևոր գործ է, այդ կրթված շերտերը, հա, բայց կարա օրինակ լինի, օրինակ Արմավիրի գյուղեր կարա պարոն Ծառուկյանը գնա, առանց լրացուցիչ միշտորդների, նույնիսկ հիմի նկատի ունեմ, ուղիղ հարաբերվի հասարակության հետ, այդ կոմունիկացիան կարա որակապես վիճակի այդ մարզում, կամ ընդհանրապես հասարակության մեջ, որտեղ լիդերի ու սովորական ընտրողի այդ բարիերները, որ տարիներ շարունակ ձևավորվել է, շատ կարևոր է վերացնել։ Ու ամեն առաջնորդ, ամեն գործիչ պիտի բնականության մեջ ներկայանա հասարակությանը, ասածս էդ է։ Մյուսը, որ ամեն այլանդակություն պիտի պատասխանվի, թե չէ։ Գիտեք, եթե այդ այլանդակությունը վերաբերել միայն ընդդիմությանը պիտակավորելուն, ընդհանրապես կարելի էր անտեսել, բայց մենք գիտենք, որ ինքը դա անում է հասարակությանը վախի եւ շանտաժի մթնոլորտում պահելու համար։ Այսինքն այնպես չի, որ իրեն կարող են կանտեսել։ Այդ նույն տրամաբանությամբ թերևս չարժի նաեւ իր այդ ընտրության գնալ, օրինակ էլի։ Այսինքն երկու ծայրահեղության մեջ չարժի գնել։ Ասիմետրիկ պատասխան պետք տալ։ Եթե օրինակ ինքը պատերազմով վախացնում է ժողովրդին, մենք շատ մարդկանց համար հարամաչելի լեզվով իրան պետք է պատասխանենք, բայց հասարակությանը երաշխավորված խաղաղության կոնցեպտը շատ մանրամասն բացատրելով։ Ոչ թե ուղիղ Նիկոլինա պետք պատասխանել, որովհետև ինքը հենց դրան էլ սպասում է, էլի, որ ուղիղ իր դաշտ մտնես, օրինակ ինքը քննարկի այդ, չէ, պետք է ուղղակի հասարակության հետ դիալոգի միջոցով իր խոսքի ուժը հասարակական տրամադրությունների վրա փոքրացնես, էդ է։ Շնորհակալություն, կարծում եմ